ՊԵԿ-ի այս տարվա 9 ամիսներին իրականացված աշխատանքներն ամփոփող է Էդուարդ Հակոբյանն այս կերպ է սկսում. Մեր մեծ ընտանիքի բյուջեի գործերը լավ են, որի համար ցանկանում շնորհակալություն հայտնել բոլորից հետ։ Իսկ բյուջեի գործերը լավ են, քանի որ Հակոբյանի փոխանցմամբ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից հարկ վճարողների հետ համագործակցությամբ ապահովվել են 2 տրիլիոն 13 միլիարդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, մոտ 14%-անոց աճով համեմատած անցած տարվա դինամիկայի հետ։ Իսկ ինչպիսի գործոններով են պայմանավորված այս ցուցանիշները։ Առաջինը Հակոբյանը նշում է իրենց մարդակենտրոն քաղաքականության մասին, ապա ընդգծում վարչարարության հանգամանքը։ 9 ամիսներին վերլուծական գործիքակազմով հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է 57 միլիարդ դրամ գումար, որը շուրջ 9%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։ Մյուս գործոնների խումբը ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացումն է։ Ստվերի դեմ պայքարի շրջանակում հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործակների շրջանառությունը աճել է 15%-ով, իսկ դրանց դուրսգրման քանակը 17։ Մանրածախ առևտրի եւ ծառայությունների շրջանակներում անկանխիկ վճարումների քանակն աճել է 55, իսկ գումարը 35%-ով։ Ստուգումներով արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող։ Մեզ երբեմն տարբեր դրվագներով մեղադրում են կոշտության մեջ։ Օբյեկտիվ կոշտությունը անխուսափելի է, որի մասին բազմիցս խոսել եմ։ Իսկ այդ գործելակերպն այս արդյունավետությունն ունի։ ՊԵԿ նախագահն ասաց, որ օպերատիվ հետախուզական միջոցառումների քանակը անցած 9 ամիսների ընթացքում 25%-ով նվազել է, իսկ դրանց թիրախայնությունը էապես բարձրացվել։ Արդյունքում հայտնաբերվել է շուրջ 325 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն, որը 97%-ով ավելի է անցած տարվա հետ համեմատ։ Այս ամենը ՊԵԿ-ը կյանքի է կոչում թվային նոր գործիքների կիրառմամբ։ Եվ դրա վառ օրինակներից մեկը վերջերս լսեցիք, մենք մի սերվեր ենք հայտնաբերել, որի արդյունքում նախնական հաշվարկներով շուրջ 34 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն է միայն դրանից հայտնաբերվել, եւ եթե փորձենք դա վերածել հարկի, 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, սա դեռ նախնական ուսումնասիրություններն են, դեռ շարունակվում են։ ՊԵԿ-ը թափ է հաղորդել նաև ոլորտային միջոցառումներին։ Սպորտային ոլորտի միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 28 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Մի մեծ բացահայտում էլ Հակոբյանը համարում է մաքսային ծառայողների ուղղությամբ վերջերս ձեռնարկված 1.5 միլիարդ դրամի թաքցրած հարկերը, որի մասով հաղորդում ենք ներկայացրել, խոսքը մեծ քանակով մեքենաների ներմուծման մասին է, որոնք կեղծված նույնականացման համարներով են եղել։ ՊԵԿ-ն ուժեղացնում է նաև ծառայողական քննությունների դերը։ Մոտ 71 ծառայողական քննությունների արդյունքներով 59-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ։ Հարերևույթ հանցագործությունների մասին ներկայացվել է մոտ 23 հաղորդում, որոնք հիմա ակտիվորեն քննվում են։ Գործոնների մյուս ուղղությունը մաքսային ծառայողների մի մասի ու հարկային գրեթե բոլոր ծառայողների շրջանում կարողությունների եւ բարեվարկության բարձրացմանը միտված դասընթացներն են եղել։ 791 ՊԵԿ աշխատակից մասնակցել է այս դասընթացներին, որի արդյունքում տարբեր փուլերից մոտ 90 աշխատակից դուրս է մնացել եւ մնացածը շարունակել են իրենց աշխատանքը, իսկ մյուս մասով արդեն համալրումներ են իրականացնում։ Սա խոսում է ելի այդ ջանքերի մասին, որ մենք փորձում ենք պրոֆեսիոնալիզմը եւ արհեստավարժությունը համակարգում բարձրացնել։ Մաքսատներում Հակոբյանի փոխանցմամբ անցած 9 ամիսների ընթացքում անհամեմատ բարձրացվել է սպասարկվող ծառայությունների տեմպը, այդ թվում ինքնաշխատ բաց թողնման համակարգի մասով։ ՊԵԿ-ում մեկնարկել են գործընթացներ առաջիկայում նոր ու արդի գործիքների կիրառման, այդ թվում արհեստական բանականության եւ թվային այլ լուծումների ու նոր համագործակցությունների մասով։ Արտահանման եւ ներմուծման էքսիմ, այսպես ասած, պլատֆորմն է, որտեղ լինելու են բոլոր տեղեկությունները մեր իրավակարգավորումների, մեր մաքսատուրքերի, առանձին վճարների։ Մյուսը թվային աշխատանքային պայմանագրերը արդեն գործարկվել են եւ գիտեք, որ մյուս տարվանից, այսինքն հունվարի 1-ից դա արտադիր է եւ պետք է անցնենք թվային համակարգ։ Ժամանակավոր անաշխատունակության մարության նպաստների տրամադրման գործընթացի ավտոմատացումն է, որի մասով աշխատանքները մեր մասով ամբողջությամբ ավարտել ենք։ Մաքսային թվայնացման տեսանկյունից միասնական հաշիվ ենք ներդնում, խոսք հարկային միասնական հաշիվ կա, մաքսային չկար։
Միջազգային համագործակցություններից Էդուարդ Հակոբյանն առանձնացրեց Իրանի հետ պարզեցված մաքսային միջանցքի առումով բանակցության ընթացքում գտնվող համաձայնագիրը, Վրաստանի հետ համատեղ կետ ստեղծելուն եւ աշխատանքային խումբ ունենալուն ուղղված քննարկումները։ Միացյալ Նահանգների հետ վերսկսված համագործակցությունն էլ Բեկ նախագահի համոզմամբ կխթանի Հայաստանի կարողությունների զարգացմանը, մաքսային համակարգում սարքավորումների ձեռքբերմանն ու խելացի մոնիթորինգային համակարգերի ներդրմանը։ Վերջում Բեկ նախագահը ամփոփելով մեջ բերեց իր իսկ խոսքերը, որոնք հարկ վճարելու մշակույթի հետ կապված պարբերաբար է հնչեցնում։ Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական բնական պարտավորություն է, այլև յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում, ուղղված բոլորիս համար կյանքի բարձր որակ ապահովելուն եւ բոլորիս լիարժեք երջանիկ դարձնելուն։ Իսկ բարեխիղճ հարկ վճարելը ըստ Էդուարդ Հակոբյանի հոգատարություն ու պատասխանատվություն ստանձնելն է, այդպիսի կյանք ապահովելով ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդների համար։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։